ես վստահ եմ, որ բազմաթիվ հարցեր իրենց զեկուցվել են եւ զեկուցվում են, այդ թվում նաեւ մեր այստեղ ներկայությունը, այնպես չի որ ընդեղ նստածները տեղյակ չեն, որ մարդիկ հավաքվել են, իրենց խնդիրներ ունեն, իրենց պահանջներ ունեն։ Այնպես որ առաջին հայացքից միշտ թվում է, որ միգուցե անիմաստ գործով ենք զբաղված, միգուցե որևէ ձևով լսելի չէ այս ամեն ինչը, բայց այդպես չի։ Ես մի օրինակ բերեմ, երբ որ էլի միջև բլոկադայի ժամանակահատվածներ Հարավային Կովկասի ներկայացուցիչ գրասենյակի հետ ԵՄ հանդիպում էր Բրյուսելում եւ ինձ համար զարմանալի էր, որ օրինակ մեր Արցախի մի կազմած զեկույցները բոլոր մանրամասնություններով տիրապետում էին։ Այսինքն ու ես զարմացական ասեցի, փաստորեն կարդում եք մեր զեկույցները, ասեցին իհարկե կարդում ենք։ Ինչ եմ ուզում սրանով ասել, որ այդ նամակները կամ այս բողոքի ակցիաները առնվազն իրազեկվածություն են նրանց համար ապահովում, այլ հարց է, որ արդեն քաղաքական, տնտեսական եւ այլ ոչ մարդկային եւ ոչ մարդկային շահերը նրանց միգուցե խոչընդոտում են որևէ այլ գործողության դիմելու։ Հիմա սա ավելի շատ պահանջված է, որովհետեւ ինչի համար, եթե նախկինում այս խնդիրները նաեւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների մակարդակով էին բարձրաձայնվում, հիմա ոչ միայն չեն բարձրաձայնվում, այլ բարձրաձայնվածն էլ փորձ է արվում խլացնել։ Հետևաբար ասել, որ այսպիսի խնդիրներ էլ կան եւ տեղեկացնել շատ կարեւոր է։ Պարոն Ստեփանյան, ձեր բարձրացած խնդիրները այլ լուծումների շոշափելի Այո, ակնկալում ենք, առնվազն ակնկալում եմ, որ հումանիտար բնույթի խնդիրները առավել մեծ քննարկման եւ ուշադրության կարժանանան։ Ինչի մասին է խոսքը, առաջին հերթին գերիների ազատ արձակման հարցն է, անհետ կորածների ճակատագրերի որոշման հարցն է, մշակութային ժառանգության պահպանության հարցն է։ Եթե օրինակ վերադարձի խնդիրը, որը իր բնույթով իրավաքաղաքական է, շատ ավելի դժվար կլինի քննարկման առարկա դարձնել, ապա հումանիտար բնույթի հարցերը պարտադիր կերպով պետք է քննարկման առարկա դառնան։ Պարոն Ստեփանյան, 2000 Փաշինյանը եւ Ալիևը իրենք երկուսով առանց որևէ միջնորդի լուծելու իրենց միջև եղած բոլոր հարաբերությունները։ Հիմա եթե իրենք եվրոպական կառույցներին ղեկավարն երկրների ասում են դուք մեկ միջնորդ եք, մենք ուղիղ կապով, վաղուց որոշենք մեր հարցերը։ Հիմա ինչ ակնկալիք ունեք, որ իրենք կարողանան ազդել։ Իսկ արդյոք այդ հումանիտար հարցերը միայն Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի որոշելիքն են։ Ախր այդպես չի, չէ՞, միջազգային իրավունք կա, այդ միջազգային իրավունքը ամրագրում է, որ հումանիտար բնույթի հարցերը համամարտկային են։ Դրանք ոչ թե երկու Ես համաձայն եմ ձեր ասացի, այդ այնպես չի, որ ոգևորված եւ ամենավառ լավատեսությամբ ենք կանգնել այստեղ, բայց այլ տարբերակ առաջարկեք, ունեք այլ տարբերակ խնդիրները առաջ մղելու։ Դե այդ Ալիևը եթե ժամաներ, միգուցե Ալիևին էր կարելի էր այդ հարցերը ուղղել, բայց այսինքն ոչ թե միջնորդի, այլ այդ նույն պարտավորությունը հումանիտար խնդիրների կարգավորման հավասարապես ունեն Եվրոպական միության անդամ երկրները եւ նաեւ Եվրոպական միության կառույցները իրենք իրենցով։ Հետեւաբար մեր ակնկալիքն նաեւ է, որ իրենց միջոցով այդ հարցերը բարձրաձայնվեն։ Երեք տեսակ օրինակ Մակրոնը ինչ որ հարցին ի պատասխան նշեց, որ ինքը այդ գերիների հարցը կքննարկի։ Հիմա եթե խոսեց կամ նախորդիվ նման այցի ժամանակ J.D. Vance-ը խոստացավ, որ այդ հարցը քննարկման առարկա կդարձնի։ Առնվազն պետք է նաև սա հասկանանք, որ այդ մարդկանց հարազատները նաև մեզանից բոլորից այդ ակնկալիք ունեն, որ իրենց խնդրի հետ միայնակ չպետք է մնան եւ այս խնդիրները պարբերաբար պետք է բարձրաձայնվի։ Տեսեք, գերիների վերադարձի հետ կապված, պարոն Ստեփանյան, օրինակ եվրոպացի առաջնորդները, կոնկրետ Ֆրանսիայի նախագահը, ինչ մեխանիզմ, ինչ գործիքակազմ կարող է գործադրել, որպեսզի գերիները կարողանան վերադառնալ հայրենիք։ Ունեն նման գործիքակազմ, թե չունեն կամ ունեն միջև այս պահին չեն ուզեցել։ Գերիների խնդիրը, շնորհակալություն հարցի համար, գերիների խնդիրը ես պնդում եմ, որ քաղաքական կարգավորում ունի, այսինքն հիմնվել միայն իրավունքի կամ իրավական գործընթացների վրա, այլևս որևէ արդյունավետություն կամ նվազ արդյունավետություն ունի, կարող է ունենալ։ Այո, ունեն գործիքակազմ եւ այդ գործիքակազմը օրինակ Ադրբեջանի հետ այդ թեմայով բանակցություններ վարելն է։ Աշխարհում բազմաթիվ նման դեպքեր կան եւ երբ նախ գերիներ չեն, եկեք ասենք, որ դրանք պատանդներ են եւ պատանդարված են այնտեղ քաղաքական պատճառներով։ Կարող են
տարբեր երկրների ղեկավարներ, առաջնորդներ իրենց Ադրբեջանի հետ իրենց հարաբերություններում քննարկման նյութ դարձնել հայ պատանների վերադարձի հարցը։ Այո, դա գործիքակազմ է, մեխանիզմ է, որ կարող ենք իրավել։ Այլ հարց է, թե որքան է նրանց համար այդ հարցը կարևոր կամ հրատապ։ Եթե կարևորություն ունենան, ապա կան։ Օրինակ, տեսնում ենք, որ պարբերաբար ուկրաինացի գերիներ են վերադառնում կամ փոխանակում է իրականացվում, կամ իսրայելական մերձավոր արևելյան կոնֆլիկտի պարագայում ենք տեսնում։ Ես օրինակ ամերիկյան կոնգրեսում հանդիպումների ժամանակ, երբ որ մտնում ես կոնգրեսմենների կաբինետներ, պատերին բոլորը գերիների նկար է, բայց որևէ տեղ չեմ տեսել, որ հայ գերիների նկար կախված լինի։ Սա է ամենակարևոր հարցը, որ մեր այս կարևոր խնդիրը չի դառնում նրանց համար Ինչու։ որ մի կողմից պետական մակարդակով չի բանարվում, առաջ մղվում, հա, անընդհատ խոսում են, որ դե մենք քննարկում ենք այդ հարցը, չենք ուզում, երբ որ կվերադառնան այդ ժամանակը, խոսենք թե ինչ ենք արել, բայց տեսանելի ոչինչ չի երևում, թեկուզ այլ երկրների հետ երկկողմ հարաբերություններում։ Էլի եմ կրկնում, օրինակ նույն այս կամ այն պետության խորհրդարաններում դուք անպայման կտեսնեք օրինակ հրյա իսրայելցի գերիների նկարներ, պատկերներ, իրազեկում, պահանջատիրություն, բայց մեր դեպքում դա չկա, անգամ զարմանում են, էդ էլ ասեմ։ Օրինակ երեք մի քանի հոգու հետ առիթ ունեցել եմ խոսելու, որոնք որ այս միջոցառումների շրջանակներում են եղել այստեղ, զարմանում են, որ Հայաստանում ընդհանրապես որևէ տեղ չեն տեսնում գերիներ։ Միակ տեղը երևի որ դա կա Արցախի ներկայացության շենքի դիմաց է։ Այսինքն եվրոպացի պատվիրակների հետ, որոշ պատվիրակների հետ հանդիպում է։ Իհարկե ոչ ամենաբարձր մակարդակով։ Այո, եւ ես թաքցնելու ոչինչ չկա, եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ բարբերաբար լինում են, այսինքն նախաձեռնությունը ձեր երբեմն իրենց կողմից, բայց ելի եմ կրկնում փորձագիտական ինչ-որ մակարդակում կամ ոչ ամենաբարձր մակարդակում։ Ինչպես են տրամադրված, Իրենք այս խնդիրները գիտակցում են, հատկապես ելի եմ ուզում նշեմ հումանիտար բնույթի խնդիրները, որ պետք է հասցեագրվեն, որևէ մեկի մոտ կասկած չկա, այլ հարց է էլի ազդեցության մակարդակ, այսինքն ինչ ազդեցություն ունեն այս process-ի վրա կամ ինչպես կարող են իրենց ազդեցությունը ավելի մեծացնել։ Խորհրդակցում են օրինակ առաջարկներ են ուզում, ինչ մակարդակում կամ ինչ ձևաչափերում այս հարցերը քննարկեն, ընդ որում հիմնականում հումանիտար բնույթի է, բայց չի շրջանցվում նաև օրինակ նույն վերադարձի